Գիրք Խեֆտացոց գլուխ 26 Դուք ձեզ համար չաստվածներ և կուռքեր չշինեք, և ձեզ համար արձաններ չկանգնեցնեք, և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրի մեջ նրան երկրպագություն անելու համար, որովհետև ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Իմ շաբաթները պահեք, և իմ սրբարանը հարգեք, ես եմ Եհովան։ Եթե իմ կանոններովը գնաք և իմ պատվիրանքները պահեք և նրանց գործ դնեք, ես էլ ձեր անձրևները կտամ իրանց ժամանակին, և երկիրն իր արդյունքը կտա, և դաշտի ծառերն իրանց պտուղը կտան, և ձեր կալը կհասնե մինչև այգեկութը, և այգեկութը մինչև վարելու ժամանակը կհասնե, և ձեր հացը կուշտ կուտեք, և ձեր երկրի մեջ ապահովությամբ կբնակվեք։ Եվ ես խաղաղություն կտամ երկրին, և հանգիստ կպարգեք, և մի վախեցնող չի լինիլ։ Եվ ես կվերջացնեմ երկրիցը չար գազաններին, և ձեր երկրիցը սուր չի անցնիլ։ Եվ ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջին։ Եվ ձեզանից 500-ին պիտի հալածե, և ձեզանից 100-ը բյուրին պիտի հալածե, և ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։ Եվ ձեզ վրա կնայեմ, և ձեզ կաճեցնեմ և կշատացնեմ, և ձեզ հետ կհաստատեմ իմ ուխտը։ Եվ հին պաշար կուտեք, և հինը եկող նորի առջևից դուրս կհանեք։ Եվ ես իմ խորանը ձեր մեջ կդնեմ, և իմ հոգին ձեզանից չի զզվիլ։ Եվ ձեր մեջը ման կգամ, և ձեզ համար Աստված կլինեմ, և դուք ինձ համար ժողովուրդ կլինեք։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը, որ ձեզ եգիպտացիների երկրից հանեցի, որ նրանց ծառա չլինեք, և ձեր լուծի կապերը փշրեցի, և ձեզ բարձրագլուխ մանածեցի։ Բայց եթե ինձ չլսեք և այս բոլոր պատվիրանքները չկատարեք, և իմ կանոններն անարգեք, և ձեր հոգին իմ դատաստաններից զզվի, որ իմ բոլոր պատվիրանքները չանեք և իմ ուխտը դրժեք, ես էլ սա կանեմ ձեզ. ձեր վրա կուղարկեմ տագնապ և տյուրական ախտը, և տենդը, որ աչք են փչացնում և հոգի մաշում, և ձեր սերմը դաշտակ տեղը կսերմեք, որովհետև ձեր թշնամիները կուտեն նրան։ Եվ իմ երեսը ձեզ վրա կդարձնեմ, և ձեր թշնամիների առաջին կսպանվիք, և ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ Եվ եթե մինչև այսքանը ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ յոթնապատիկ կպատժեմ։ Եվ ձեր զորության հպարտությունը կկոտրեմ, և ձեր երկինքը երկաթի պես, և ձեր երկիրը պղնձի պես կանեմ, և ձեր ուժը դատարկ տեղը կվերջանա, և ձեր երկիրն իր արդյունքը չի տա, և երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։ Եվ եթե դուք ինձ հետ խոտորնակ վարվիք, և չուզեք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ յոթնպատիկ հարվածք կավելացնեմ ձեզ վրա։ Եվ ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազանները, և ձեզ անզավակ կանեն, և ձեր անասունները կջարդեն, և ձեզ կքիչացնեն, և ձեր ճանապարհները անապատ կդառնան։ Եվ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից, և ինձ հետ խոտորնակ վարվիք, այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կվարվիմ, և ես էլ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ Եվ ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը, և ձեր քաղաքների մեջ կժողովիք, և ձեր մեջը ժանտախտ կուղարկեմ, և թշնամու ձեռքը կմատնվիք։ Ես ձեր հացի ցուպը կոտրելիս 10 կնիկ 1 թոնիրում կթխեն ձեր հացը, և ձեր հացը կշռով ետ կտրվի ձեզ, և կուտեք և չեք կշտանալ։ Եվ եթե սրանցով էլ ինձ չլսեք, այլ խոտորնակ վարվեք ինձ հետ, այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկությամբ խոտորնակ կվարվիմ, և ձեր մեղքերի համար յոթնպատիկ կպատժեմ ձեզ։ Եվ ձեր որդիների միսը կուտեք, և ձեր աղջկանց միսը կուտեք, և ձեր բարձր տեղերը կքանդեմ, և ձեր արեգական կուռքերը կփչացնեմ, և ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վրա կդնեմ, և իմ անձը ձեզանից պիտի զզվի։ Եվ ձեր քաղաքները ավերակ, և ձեր սուրբ տեղերը ամայի կանեմ, և ձեր անուշ հոտը չեմ հոտոտալ, և երկիրը ամայի կանեմ, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան նրա վրա։ Եվ ձեզ ազգերի մեջ կցրվեմ, և ձեր ետքից սուր կքաշեմ, և ձեր երկիրը ամայի կլինի, և ձեր քաղաքները ավերակ կլինեն։
Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերն իր շաբաթները կվայելե, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կլինիք։ Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով իր շաբաթները կհաճեցնե։ Իրան ամայության բոլոր օրերը պիտի հանգստանա, որովհետև ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբ որ նրա վրա բնակվում եք։ Եվ ձեզանից մնացյալների սրտին թողում կբերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժված տերևի ձայնը պիտի հալածե նրանց, եւ սուրի բերանից փախչելու պես պիտի փախչեն նրանք, եւ հալածող չեղած պիտի ընկնեն, եւ սուրի երեսից փախչելու պես իրար վրա պիտի ընկնեն հալածող չեղած, եւ պիտի չկարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել, եւ ազգերի մեջ պիտի կորչեք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտե։ Եվ ձեզանից մնացյալներն իրանց անօրենությունովը պիտի հալվին ձեր թշնամիների երկիրներումը, նաև իրանց հայրերի անօրենություններովը մեկտեղ պիտի հալվին։ Եվ եթե խոստովանեն իրանց անօրենությունը եւ իրանց հայրերի անօրենությունը, իրանց ինձ դեմ գործած հանցանքների համար, եւ նաև թե ինձ հետ խոտորնակ են վարվել, որ նաև ես նրանց հետ խոտորնակ վարվեցի, եւ նրանց իրանց թշնամիների երկիրը տարի, եթե այն ժամանակ նրանց անթլպած սիրտը խոնարհվի եւ իրանց անօրենությանը պատժին հոժարվեն, այն ժամանակ կհիշեմ Հակոբի հետ արած իմ ուխտը, նաև Իսահակի հետ արած իմ ուխտը եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կհիշեմ, եւ այն երկիրն էլ կհիշեմ։ Եվ այն երկիրը պիտի թողվի նրանցից, եւ իր շաբաթները պիտի հաճեցնե նրանցից ամայի մնալիս, եւ նրանք իրանց անօրենությանը պատժին պիտի հոժարեն։ Հենց բուն նրա համար, որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նրանց հոգիներն իմ կանոններից զզվեցին։ Բայց եւ այսուամենայնիվ, երբ որ իրանց թշնամիների երկրումը լինեն, նրանց չեմ մերժիլ, եւ նրանցից չեմ զզվիլ նրանց բոլորովին կորցնելու, եւ նրանց հետ արած ուխտս ջնջելու չափ, որովհետեւ ես եմ Եհովան նրանց Աստվածը։ Բայց նրանց համար պիտի հիշեմ նախնինքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրից հանեցի, ազգերի առաջին նրանց Աստված լինելու համար։ Ես եմ Եհովան։ Սրանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրենքները, որ Եհովան տվավ իրան եւ Իսրայելի որդկանց մեջտեղը, Սինա սարումը Մովսեսի ձեռքով։